Բարի երեկո։ Ես չգիտեմ ինչ եմ խոսելու ճիշտ ասած, որովհետև այնքան բան կա ասելու, որ չգիտես որից սկսես, ուր տանես, որտեղ ավարտես։ Կներեք համելես գլխարկի համար ես խոստովանում եմ, որ ես ամաչում եմ ճիշտ ասած, որովհետև չկա էլի, քյաճալ եմ։ Այսպեսով добрый вечер մեկ անգամ էլ այս տեղացի հայվաններն են ասում։ Անասուն է։ Տեսեք ես գտնվելով, բայց քանի անգամ եմ իմ հոլովակներով ասել սրանք որ անասուն է։ Ինչ հիշեցի։ Հա, սրանց լեզվով էլ է այդ սուտրա ռուսերեն ինչ է նշանակում, այսինքն վաղ առավոտվանից, չէ՞։ Բայց սրանց լեզվով սուտրա հենց նշանակում է այդ իմաստով էլ օգտագործում է завтра, այսինքն վաղը։ Ինչու սա հիշեցի։ Նույն էկուցն է, էկուց որը խոստովանում եմ, ես կարծում եի ինչ-որ ժամանակ, որ դա անգրակիցա գրագետի խոսք է, բայց ոչ։ Դա հենց գրական, հենց իսկական հայերի խոսքն է, հայերեն։ Տեսեք, էկուց օգտագործում են վաղը, չէ՞։ Ով օգտագործում է հայերից։ Բայց բասկերի մոտ դա նշանակում է լուսաբացին։ Արևը երբ ծագում է, առավոտյան, արեգածագ, այսինքն սա ասում է նույն սուտրա, էլի, սուտրա, էգուց, բասկերը այսօր օգտագործում են էգուց, էգուանց, նրանց մոտ նշանակում է, երբ լույսը բացվի, մենք էլ որպես վաղվա օրը, այդ իմաստ։ Լավ, այս հայերեն, բասկերեն թեման ավարտելու համար մեկ անգամ կրկնեմ, որն է արժեքը այս հետազոտումների, երբ գտնում ենք համապատասխանություն, անգամ արդի հայերենում, մեր արևելյան հայերենում եւ արդի բասկերենում, որը այսօրվա կա գոյություն ունի պաշտոնական լեզվաբաններով, որոշ իմաստով դա ինչ-որ արեստորեն է, բայց կան մի 20 հատ բարբառներ կան բասկերենում։ Ուրեմն որն է սրա արժեքը, երբ կա համապատասխանություն, կա, այսինքն կամ նույն խոսքը հենց նույն իմաստով, կամ համարյա նույն իմաստով։ Իմաստային մոտ կա համ հայերի մոտ, համ բասկերի մոտ, դա նշանակում է, որ այդ լեզվով այդ բառը օգտագործել են հայերը մինչև Ուրարտու, լսում եք, մինչև Ուրարտու։ Հայոց պատմությունը Ուրարտուից չի սկսվում։ Ցավոք սրտի տենց հոլովակներ կան եւ արտասահմանցիներն են անում, էլի, մեծ մասամբ։ Եթե ընդհանրապես, ես չգիտեմ, դա ինտելիգենից արժեք ներկայացնում է, երբ մենք հայտնաբերում ենք խոսք, որը ապացույց է, որ դրանով խոսել են հայերը երկրորդ հազարամյակում միջև մեր թվարկություն։ Բայց ես լրիվ ուրիշ թեմայով էի ուզում խոսել, քանի որ էլ հեռախոսից հիշողության գիգաբայտային էլ չէ, մեգաբայտային պարունակությունը չի հերիք, ես սա գցեմ YouTube, միջ մեկ ուրիշ հոլովակ ձայնագրել է,